Առնվազը զավեշտալի է, էլի, ձեր իշխանության օրոք, ձեր իշխանությունը 200-ից ավել մանկապարտեզ, 200-ից ավել դպրոց Թուրքին տալուց հետո այսօր եկել ասեք քննարկում է ինչ-որ հանձնաժողով կազմի, հանձնաժողով կառուցի, որ գնա ինչ-որ մի քանի մանկապարտեզների օտարման հաստ լուծի, սա առնվազն զավեշտ է, մուշտն էլա ձերքը մեղնել, ինչն էր պատճառը, որ 7 տարում, նամանավանդ 21 թվականից հետո, երբ որ մուրճը ձեռը ձեր քաղաքական ուժի ղեկավարը շրջում էր մարզից մարզ ու ասում էր, այս մուրճով գալու եմ հարցեր ուզեմ, բռնեիք, այս 7 տարում իրավական համակարգը ամբողջը ձեր ձեռքի տակ է, բռնեիք, դատեիք, ինչ եք եկել այստեղ շոուներ անում, այս շոուի մասին այսօր ասել հիմա էլ եմ ասում, շոուներ եք անում, սա պոպուլիզմ ու դեմագոգիա է, որով ուզում եք ժողովրդին ինչ-որ բաներ ցույց տաք, ինչ-որ ցուցակներ կարդաք, անուններ կարդաք, ինչ-որ փուլում, որ տեսեք ինչեր ենք բացահայտել։ Բացահայտեիք։ Կամ ինչ եք մեր հետ կապում ու անդադ մեզ եք ասում, մայր Հայաստանի անուն եք տալի, թե մեզ է պատկանում։ Կարաք հիմնավորեք, որ մեզ է պատկանում։ Պարոնեք իրավապահ մարմիններ։ Այստեղ ամբիոնից եւ ոչ միայն ամբիոնից հայտարարությունները հնչե, որը իրավական, որին պետք է իրավական ընթացը, դա հանցագործության մասին հաղորդումներ են իր ձևով։ Երբ որ մեզ մեղադրում են ինչ-որ բաներ սեփականացնելու մեջ, կամ ունենալու մեջ սեփականացրած, կամ օտարած, կամ ասենք ընտրակաշարք բաժանելու մեջ են մեղադրում, ուրեմն հարց են բարձրացնում մանկապարտեզների հետ կապված Տիգրան Ավինյանը խուսափում է պատասխանելուց։ Սիրելի երևանցիներ, ինչպես ֆիլմում էր ասում, դիպ խափումին ու խափում։ Այս մարդիկ անցած նիստի ժամանակ հայտարարություն արեցին, որ մանկապարտեզներում հերթ չկա, այս մասին հարց են բարձրացնում, խուսափում են հարցին պատասխանելուց։ Խուսափում եք հարցին պատասխանելուց։ Ուրեմն հարցում եմ կատարել, հարգելի երևանցիներ, որ այս մարդկանց մեղադրում ենք, ասում ենք դուք դեմագոգիա եք զբաղվում կամ մանիպուլյացիա եք անում, հենց նենց չենք ասում, հիմքեր ունենք, որ ասում ենք։ Ուրեմն հարցում եմ կատարել, Երևան քաղաքապետարան, ինձ պատասխանել են, որ Երևան քաղաքում մայիսի 1-ի դրությամբ մանկապարտեզներում հերթագրված են 16200 երեխա, սա մայիսի 1-ի դրությամբ, բայց անցած նիստում այս տեղավակայիններից մեկը ասում էր հերթեր չկան, մեր երեխաները առանց հերթ են գնում, միգուցե ձեր երեխաները առանց հերթ են գնում, բայց շատ երեխաներ հերթագրված են, միգուցե այս հարցը շատ երևանցիներին չհետաքրքրի, որտեղ կհետաքրքրի նրանց, ում երեխաները հերթի մեջ են, կամ ում երեխաները մանկապարտեզ են հաճախում, բայց շատերին չի հետաքրքրի, միգուցե նրա համար, որ մանկապարտեզի հետ կապ չունեն, բայց իմացեք, որ այս հենց են ձեզ խաբում, երևանցիներ ջան, այսինքն մի բան են ասում են Գեբելսյան սուտը ոնց է, որ ասենք մի բանը սուտ են ասում, շատ են ասում, մեծ են սուտ ասում, եւ դա չի հերքվում, դա ժողովրդի ականջին նստում է որպես ճիշտ։ Խաբել են ձեզ երևանցիներ ջան, ու վերջի 7 տարում ինչպես խաբել են, այնպես էլ շարունակում են խաբել։ Ուրեմն մի երկու թիվ ասեմ, Կենտրոն համայնքում ուրեմն մանկապարտեզներում 1597 հոգի է հերթագրված, Արաբկիր համայնքում 1292 հոգի է հերթագրված, Աչափնյակ համայնքում 1654 հոգի երեխա է հերթագրված։ Ուրեմն Էրեբունի համայնքում 1798 հոգի է հերթագրված, Մանացիա Սեբաստիա համայնքում 2270 երեխա է հերթագրված, Նոր Նորքում 1843 հոգի, Քանաքեր Զեյթունում 1005 հոգի, Շենգավիթում 2782 հոգի, ընդհանուր 16200 հոգի 200 երեխա է հերթագրված։ Այնինչ այստեղ հայտարարում են, թե հերթագրված երեխա չկա, եթե անգամ կա, այդ քիչ է։ Այս հարցին պետք է պատասխանեին, իմ հարցը դրանում էր, պարոն Ավինյան, հիմա ձեր գործընկերներից, ձեր թիմակիցներից որ մեկն է ճիշտ ասում, կամ ում խոսքն է ճիշտ, հերթ չկա, թե հերթ կա, որին խուսափեցիք պատասխանել։ Իսկ ինչ վերաբերվում է հանձնաժողովին, նորից ու նորից, սա շոու է, սա դեմագոգիա է, սա պոպուլիզմ է։